դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանը այսուհետ այլ ընտրանքներ շատ է ունենալու։ Ես խնդրում եմ դուք ասեք, օրինակ, ելակ արտադրող եւ ծաղիկ արտադրող մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, դուք ինչ այլ ընտրանք եք առաջարկում, մարդիկ գնացել են, թույլ չեն տվել ապրանքը տանել, հիմա ինչ անեն, թափում էին ծաղիկը, այլ ընտրանքը որն է, այդ տնտեսվարողներին դուք ինչ եք առաջարկում։ Եվ տեսեք, դուք նշում եք, որ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում եւ դրա ֆոնին Հայաստանը վերջի շրջանում շատ զուզ առանց սրելու, առանց կոշտ հայտարարությունների արձագանքում է Ռուսաստանից եկող ամենօրյա կոշտ հայտարարություններին։ Հնարավոր է, որ դուք երեք հանրահավաքում Աբովյանում հայտարարեցիք, որ մնում եք ԵԱՏՄ-ում, դա ռուսական ճնշումների հետևանքեր, այսինքն ճնշել են Հայաստանին, Հայաստանը հասկացել է, որ խնդիրներ է լինելու, դրա համար հստակ երեք առաջի դեմքի մակարդակով հայտարարվեց այդ մասին։ Ինչ որ ես երեք ասել եմ մի տարի առաջ, դրանից առաջ, եւ ես երբեք չեմ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչեւ այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամ լինելը եւ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց ստեղծելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի process-ները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվականի դեկտեմբերը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվականի հունիսը, ժամանակը ցույց կտա։ Ես էլ եմ ասում, դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Այսինքն մեր պլանում ոչ մի բան չի փոխվել։ Ինչ վերաբերվում է ելակ եւ վարդ եւ այլ, եթե ձեզ թվում է, թե նախկինում խնդիրներ չեն եղել, դուք չարաչար սխալվում եք։ Այդ նույն խնդիրները անընդհատ լինում են եւ մեր բոլոր գործընկերներին ես 2018 թվականից այդ ուղերձը հղում եմ, որ բոլոր ապրանքները պետք է արտադրվեն ստանդարտներին համապատասխան։ Ցանկացած ապրանք, որ ստանդարտից դուրս է, մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ արտահանման աջակցել։ Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր այն արտադրողներին, ովքեր ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում։ Իսկ ստանդարտներին համապատասխան արտադրանքի համար 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում եւ այդ բոլոր շուկաները այսօր բաց են Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ընդհանուր Եվրամիության արտահանման դեպքում մաքսատուրքի վճարման աջակցության ծրագիր ենք ստեղծել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ստանդարտին համապատասխանող ապրանքի արտահանման որևէ խնդիր գոյություն չունի եւ մենք ինչպես նախկինում այսօր էլ շարունակելու ենք, որ մեր բոլոր ապրանքները, արտադրանքները լինեն ստանդարտին համապատասխան։ Էլ չեմ ասում, ես դες կարող եմ բերել 2022 թվականի օրինակը, երբ որ մենք արտահանման խնդիրներ ունեինք։ Ոնց լուծեցինք մենք այդ խնդիրները, այսինքն խնդիրները լուծվեցին ինքնաբերաբար, որովհետև հսկայական աճ տեղի ունեցավ զբոսաշրջիկների եւ այն զբոսաշրջիկները, որ պետք է չգիտեմ, օտար երկրների սուպերմարկետներից այդ ապրանքները առնեին, իրենք Հայաստանում են եւ դա ձեռք էին բերում Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա այս տարի, հենց հիմա Հայաստանում զբոսաշրջության բում է եւ Հայաստանի ներսում սպառումը էականորեն ավելանալու է։ Մենք պատկերացնում ենք լավ ենք առերեսվում այդ թվի հետ, թե ինչ է նշանակում զբոսաշրջության 34% աճ։ Այսինքն դա աներևակայելի թիվ է եւ ընդհակառակը մեր ներկրողներն, արտադրողներն պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ մարդկանց հոսքի ապրանքների ծավալը կարողանան ապահովել։ Եվ սա ճանապարհներից մեկն է 30% զբոսաշրջության սա ահավոր մեծ թիվ է, ել չեմ ասում երկաթուղիները բաց են, այդ թվում Եվրասիական տնտեսական միություն արտահանելու համար Ղազախստանի շուկան, որը ըստ էության մեզ համար համարյա անծանոթ եւ համարյա չօգտագործված շուկա է, Ղրղըզստանի շուկան, հիմա հասանելիություն կլինի նաեւ Չինաստանի շուկայում, այնպես որ այլ ընդհակառակը մենք վարել ենք եւ վարելու ենք դիվերսիֆիկացման քաղաքականություն, բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, թե արտաքին քաղաքականության ոլորտում, թե տնտեսության ոլորտում, թե մնացած այլ ոլորտներում։
Այլընտրանքը ստանդարտներին համապատասխանեցնելը չէ, միակ ձևն է ստանդարտներին համապատասխանեցնելը։ Այդ ստանդարտներին համապատասխանեցնելը, չհամապատասխանեցնելը այլընտրանք չէ, ընդհանրապես այդպիսի ընտրություն չկա։ Մենք X պահի Հայաստանի Հանրապետությունում էլ մենք կամած ստանդարտները խստացնում ենք, որովհետև ով ասե, որ Հայաստանի Հանրապետության ներսում պետքա ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ վաճառվեն։ Մենք այս ընթացքում 100 միլիարդավոր դրամների աջակցություն ենք ցուցաբերում տնտեսությանը արդիականացման համար։ Այդ լիզինգի ծրագիրը, որ ասում ենք, հարյուրավոր միլիարդներ պետական բյուջեից գումարներ ենք դնում, որ արտադրությունները համապատասխանեն ստանդարտին։ Այսօր Հայաստանում չկա մի գործարան, որ դուք մտնեք եւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրանք նորագույն տեխնիկա, հոսքագծեր ձեռք բերած չլինի։